Գալյան մի քանի ճշտող հարց սահմանադրության ընդունման հետ կապված ձեր ասացներից, հետո արդեն գլխավոր հարցս կհնչեցնեմ։ Անկախության հռչակագրի մասով ասացիք, որ դեռ քննարկումը չի եղել եւ նաեւ չհստակեցրեցիք երբ կլինի։ Սա նշանակում է, որ տեքստը մշակող մարմինը արդարադատության նախարարությունը այս բանին դիրքորոշում չունի հանել հռչակագիրը, թե թողնել այնպես ինչպես կա։ Եթե դիրքորոշում դեռ չի ձևավորվել, ապա ինչ հանգամանքների բերումով եւ ոնց է այն ձևավորվելու։ Ես կրկին նկատի ունեմ տեքստը բուն գրողներին եւ նաեւ ձեզ։ Մյուս հարցը դուք ասացիք, որ տեքստը պատրաստ կլինի մարտին։ Ես ճիշտ եմ հասկանում, որ նկատի ունեք տեքստը ամբողջությամբ նաև խորհրդով հաստատված կլինի եւ ավարտված կլինի այսքան ամբողջ process-ը, թե տեքստը պատրաստ կլինի, բայց խորհրդում քննարկումները կշարունակվեն։ Սա հստակեցրեք նաև մի հարց կապված, որ ասացիք քննչական մարմինները համաձայնություն կա, գուցե սխալ եմ։ Հա, դուք ասացիք, որ գործադիրի կազմում նրանց ներառելու քննարկվել է այդ մասով նախ այսինքն մերժվել է, դա դուրս է։ Չէ, ես պարզ եմ խոսում ինձ։ Չեմ հիշում ուղղակի հնարավորությունը քննարկվել է, բայց դեռևս որոշում չկա ինչ ճանապարհով են գնալու։ Շատ լավ, գործադիրի կազմում, եթե ամեն դեպքում նախարարության դիրքորոշումը որն է, այսինքն տեքստը կարծես թե այդ մասով գրված է, որն է, այսինքն գործադիրի կազմում պետք է լինեն քննչական մարմինները, թե ոչ, եթե այո, ապա ինչ հիմնավորմամբ, սա արդյոք չի նշանակում, որ նվազեցնելու փոխարեն ընդլայնվելու է վարչապետի կառավարության լիազորությունները անկախ համարվող այս մարմինների վրա եւ մյուս գլխավոր հարցը նոր սահմանադրություն ընդունելու հիմնական եւ առանցքային պատճառը, որ ձևակերպվել է, դա լեգիտիմության խնդիրն է, որ այս եւ մնացած բոլոր սահմանադրությունները ըստ էության կառավարության պնդմամբ, վարչապետի պնդմամբ ունեցել են լեգիտիմության խնդիր։ Հիմա այս սահմանադրությունը գրվում է մի պայմաններում եւ ընդունվում է մի պայմաններում, երբ առնվազն քաղաքական ուժերի ներկայացուցիչները բոյկոտել են խորհրդում աշխատանքները, չեն մասնակցում այդ աշխատանքներին, ավելին այդ դաշտում, ընդդիմադիր քաղաքական դաշտում կա կոնսենսուս, որ այս սահմանադրությունը գրվում եւ փոփոխվում է Ադրբեջանի պահանջով, սա արդյոք չի նշանակում ձեր գնահատմամբ, որ այն ի սկզբանե արդեն լեգիտիմության խնդիր ունի եւ դրա լեգիտիմությունը արդեն իսկ դրված է կասկածի տակ եւ դուք նկատի ունեմ կառավարությունը թիմին ինչպես եք պատրաստվում հանրությանը համոզել, որ այս պնդումը, որ նաև քաղաքական ուժերն են անում, իրականության հետ կապ չունի, այն դեպքում, երբ պատրաստվում եք անել, այսինքն առնվազն վարչապետը հայտարարել է, որ անկախության հռչակագիրը պետք է չլինի նոր տեքստում, այսինքն ստեյության արվելու է այն, ինչ Ադրբեջանն է նաև ցանկանում։ Ինչպես եք այս հարցում մարդկանց համոզելու, որ դա Հայաստանի ներքին օրակարգն է եւ ի վերջո սա չի դրվելու արդյոք կասկածի տակ նաև հանրության կողմից։ Շնորհակալ։ Նախ ուզում եմ նշել, որ սահմանադրության կամ իրավական փաստաթղթի լեգիտիմությունը միակ կրիտերիայով, որ գնահատվում է, դա հետևյալն է, պետք է երաշխավորված լինի պրոցեսի իրավականությունը։ Սահմանադրության հետ կապված լեգիտիմության մասին մենք կարող ենք խոսել, եթե ապահովված է սահմանադրության ընդունման իրավական ընթացակարգը։ Այսինքն դա նշանակում է, որ սահմանադրությունը պետք է ընդունվի ժողովրդի կողմից ազատ եւ արդար ընտրությունների միջոցով եւ պետք է սահմանադրությունը նորից եմ կրկնում ընդունվի ազատ եւ արդար ընտրությունների միջոցով ժողովրդի կողմից, որպեսզի ժողովրդի եւ պետության միջեւ օրգանական կապը երաշխավորվի։ Այս դեպքում մենք կունենանք լեգիտիմ սահմանադրություն եւ հիմիկվա պրոցեսը նկարագրելով ու ասելով, որ ընդդիմադիրները բոյկոտում են, չնայած նրանք տեղ ունեն գալու եւ զբաղեցնելու խորհրդում ու չեն գալիս,
չի երբեք չի կարող նշանակել, որ process-ը ոչ լեգիտիմ է կամ մենք խնդիր ունենք համոզելու, որ process-ը լեգիտիմ է։ Լեգիտիմ է process-ը այնքանով, որ դա բավականին անհավանական աստիճանի ներառական է։ Ներառական է ինչու, որովհետև խորհրդի նիստում տեղեր են հատկացված կառավարությունից ու ազգային ժողովի իշխող խմբակցությունից բացի արդեն նշեցի ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներին եւ նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։ Այսինքն սահմանադրության տեքստը մշակվում է կամ կարգավորումները ընդունվում կամ հաստատվում են այդ ներառականությունը ապահովված խորհրդի անդամների կողմից։ Իսկ ինչ վերաբերում է ում սահմանադրության լեգիտիմությանը, ուզում եմ նորից կրկնել, որովհետև անչափ կարևոր է, որ սահմանադրությունը հանդիսանալով յուրահատուկ պայմանագիր ժողովրդի միջև, այսինքն մարդկանց միջև, մարդիկ որոշել են, որ պետք է ունենան հիմնական կարգավորող ակտ, դա սահմանադրությունն է, պետք է լիովին հասանելի լինի եւ թափանցիկ լինի ժողովրդի համար եւ հասկանալի լինի կոմունիկացիայի տեսանկյունից եւ վերջում ապահովի եւ երաշխավորվի, որ իրենք գալու են մասնակցեն արդար եւ ազատ ընտրությունների եւ որոշեն ունենալ սահմանադրություն նոր, թե չունենալ։ Էսա լեգիտիմությունը։ Ուրիշ ոչ մի երևույթ լեգիտիմության կամ ոչ լեգիտիմության հետ կապ ունենալ չի կարող։ Անկախության հռչակագրի հետ կապված մենք համոզելու խնդիր չունենք որևէ մեկին։ Ներքին օրակարգն, արտաքին օրակարգ մեզ չի հետաքրքրում։ Երրորդ երկրների պահանջ, ցանկություն, հուզմունք կլինի, ընդհանրապես չի հետաքրքրում։ Բազմաթիվ անգամներ շեշտել ենք, որ սահմանադրության հետ կապված աշխատանքները սկսվել են հեղափոխությունից հետո, այո, խնդիր չունենք համոզելու, որ դրա մասին չի խոսքը, որովհետև պատմությունը համոզիչ է արդեն։ Մենք աշխատանքները սկսել ենք 2018 թվականից, երբ դեռ պատերազմը չկար, եւ միակ բանը, որ ես հիմա կասեմ, մեր այն օրակարգն է, որով որ մենք առաջնորդվում ենք, եւ դա հետեւյալն է. խաղաղությունը, բավականին ծանր գնով ձեռք բերված խաղաղությունը պետք է փայփայել եւ Հայաստանի զարգացման համար ունենալ հստակ պլան, որը իր արտացոլումն ունենալու նաեւ սահմանադրության համատեքստում։ Սա պետք է հաշվի առնեն քաղաքացիները իրենց որոշումը կայացնելիս։ Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ բովանդակային անկախության հռչակագրին հղում կատարել չկատարելուն, կրկնում եմ, հարցը դեռևս չի քննարկվել։ Հենց քննարկվի, ես չեմ կարող դիրքորոշում հայտնել այն պայմաններում, երբ առհասարակ չի քննարկվել։ Տեսեք, նախորդ հարցի հետ կապված քննչականներին առնչվող ես ասացի, հարցը քննարկվել է հնարավորության տեսանկյունից, բայց դեռևս որոշում չկա։ Այս հարցը առհասարակ չի քննարկվել։ Եվ իրականում մենք մեր աշխատանքները կազմակերպում ենք այնպես, որ ներածությունը երևի կթողնենք վերջում խմբագրելուն։ Հիմա աշխատում ենք մարդու իրավունքների գլխի վրա, առանձին իրավունքները քննարկում ենք նաև շահագրգիռ գերատեսչությունների հետ, օրինակ առողջապահության իրավունքը, շրջակա միջավայրի բնապահպանական իրավունքը, մեր գործընկերների հետ ենք քննարկում քաղաքացիության ինստիտուտը կքննարկենք ներքին գործերի նախարարության մեր գործընկերների հետ եւ այսինքն մեր աշխատանքները ոչ տեսանելի, բայց բավարար չափով ինտենսիվ են, նույնիսկ չափից դուրս ինտենսիվ են եւ սա անում ենք դրա համար, որ հնարավորինս շուտ պատրաստ լինենք բացել տեքստը հանրության համար, որպեսզի կրկնում եմ նորից ոչ մի մութ հարց չմնա եւ բոլոր պատասխանները սեղանում դրված լինեն։ Քննչականների մասին Այո, հիմա կպատասխանեմ, հիշում եմ։ Ես միշտ ասել եմ, որ տեքստը պատրաստ կլինի եւ դա երբևէ չի ենթադրել, որ խորհուրդը հաստատած կլինի տեքստը։ Խորհրդի հետ քննարկումները կփորձեն կազմակերպել այնպես իհարկե, որ քվեարկությունը լինի տեքստի հետ կապված, բայց եթե չի լինի, հոգ չէ, մենք խորհրդում աշխատանքները միանշանակ կշարունակենք եւ կամփոփենք